Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվում ռեժիսոր Ռոչիլատ Աքսոյը, որը ցուցադրել է Ավրորայի լուսաբացը ֆիլմը։ Այն ցեղասպանությունից փրկված Ավրորա Մարտիկանյանի մասին է և հիմնված է նրա հիշողությունների ու վկայությունների վրա։ Ռոչիլատ Աքսոյին դատում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով թուրքականությունը վիրավորելու մեղադրանքով։ Ցուցադրությունը, որի հիման վրա հարուցվել է գործը, տեղի է ունեցել 2024-ի դեկտեմբերին, երբ Աքսոյը Մերձավոր Արևելքի կինոակադեմիաների ասոցիացիայի փոխնախագահն էր։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ 1915-ի իրադարձությունները ֆիլմում ներկայացվել են որպես արդարացված պայքար։ Մեղադրանքի մյուս ճակերտավոր հիմքը այն է, որ ֆիլմում խոսվում է տարածաշրջանի հայկական անվանումների և բռնի կրոնափոխության, ինչպես նաև նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին։ Դատախազությունը պաշտպանում է նաև թուրքական բանակի զինվորներին, կեղծ անվանելով ֆիլմի այն տեսարանները, որտեղ նրանք հայ կանանցից խլում են երեխաներին։ Աքսոյը չի ընդունել մեղադրանքները, հայտարարելով, որ իր անցկացրած ցուցադրությունը տեղավորվում է խոսքի ազատության շրջանակում։ Դատական գործը շարունակվում է։ Նշեմ, որ ֆիլմի ռեժիսորը Իննա Սահակյանն է։